Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինփինին եւ պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին երկրի կազմավորման 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում Փաշինյանը բարձր է գնահատել Չինաստանի պետականության ամրապնդման եւ միջազգային դիրքավորման ճանապարհը, ընդգծել Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության նշանակությունը եւ պատրաստակամություն հայտնել խորացնել երկկողմ հարաբերությունները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով։ Սիմոնյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները, ընդգծել փոխադարձ աջակցությունը եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նա նշել է, որ ռեզիդենտ դեսպանատների բացումը նոր հնարավորություններ կստեղծի տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում։ Ազգային ժողովի նախագահը նաեւ կարևորել է խորհրդարանական գործակցությունը եւ Կիպրոսի հայ համայնքի դերը, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակաբար խորացնել երկկողմ կապերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող մտնել լիագումար նիստի օրակարգ, քանի որ ԱԺ-կանոնակարգ օրենքը դա թույլ չի տալիս, եւ զեկույցը իրավական առումով նույնիսկ չի հանձնվել ազգային ժողովի նախագահին։ Սիմոնյանն ընդգծել է, որ զեկույցը այնուամենայնիվ կհրապարակվի, բայց փակ ֆորմատով, հաշվի առնելով զինված ուժերի մասին տեղեկությունները, ուստի այն չի կարող ուղիղ եթերում քննարկվել։ Պատգամավորները կարող են ծանոթանալ զեկույցին փակ լսումների ընթացքում կամ գաղտնի բաժիններում։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ, ընդգրկում է իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ։ Նախորդ տեղեկություններով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ զեկույցը նախատեսված է ԱԺ-աշնանային նստաշրջանի օրակարգում սեպտեմբերի 27-ից հետո, սակայն փակ ֆորմատով։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային հաղորդակցության կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապը եւ կտա արդյունքներ, որոնք կբխեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, նաեւ վերջնական խաղաղություն հաստատելու ցանկությունից, ասվում է հայտարարության մեջ։ Մաքսային ծառայողները Բագրատաշեն անցակետում հայտնաբերել են հատուկ պատրաստված թաքստոց, որտեղից առգրավվել է 78 կիլոգրամ դեղորայք եւ դատարկ տուփեր, ընդհանուր ավելի քան 15 միլիոն դրամ արժեքով։ Քաղաքացին փորձել էր ապօրինի ներմուծել բեռը, շրջանցելով մաքսային հսկողությունը։ Դեպքի առթիվ կազմվել է վարույթ եւ ուղարկվել Բեկ իրավաբանական վարչություն։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի նախկին մարզպետի աշխատակազմի կրթական հիմնադրամի եւ ընկերության միջև 2018 թվականին կնքված պայմանագրով նախատեսված էր, որ համակարգչային շերտագրման հետազոտություններից ստացված հասույթի մի մասը պետք է փոխանցվեր հիմնադրամին եւ մարզպետի աշխատակազմին առողջապահական խնդիրների լուծման նպատակով։ Նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը չի փոխանցել շուրջ 91 միլիոն դրամ, որն արդեն վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վճռաբեկ դատարանը մերժել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը եւ նրա նկատմամբ առաջին Այտյանի դատարանի կայացրած դատավճիռը ուժի մեջ է մտնում։ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Քննիչների պնդմամբ նրա սխալ հրամանի հետևանքով Ցորի զորամասում զոհվել է 20 զինվոր, եւս մեկը համարվում է անհետ կորած։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Wizz Air-ը բազմավորվում է Հայաստանում, նրա խոսքով սա կարևոր ձեռքբերում է կառավարության սոցիալական քաղաքականության շրջանակում։ Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան եւ Wizz Air-ի նման ավիաընկերությունները այդ հնարավորությունը բացում են սոցիալական ամենալայն շերտերի համար։ Այս համատեքստում կարևոր է նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են ինտենսիվ փուլում, գրել է վարչապետը։ Թուրքական ավիաուղիները հայտարարել են դեպի Ռումինիա եւ Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին։ Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները։ Հեղեղների հետևանքով Օդեսայում առնվազն 9 մարդ է մահացել, այդ թվում երեխա, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Նկուղային հարկում ապրող 5 հոգանոց մի ընտանիք է զոհվել, դուրս գալ չեն կարողացել 3 մահացած կանանց հոսանքն է քշել, առավոտյան էլ մահացած են գտել 23-ամյա մի աղջկա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է։ Նրա խոսքով ռուսական հրետակոծությունը խանգարում է վերականգնել այն էլեկտրական գիծը, որն անհրաժեշտ է ռեակտորների սառեցման եւ կործանումից խուսափելու համար։ ԱՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ աշխատում է երկու կողմի հետ արտաքին էլեկտրական գիծը վերականգնելու նպատակով։ Գերմանիայի Մյունխեն քաղաքում պայթյուններ են որոտացել, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ եւ հրշեջներ։ Մյունխենի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքի բնակիչների համար ներկայում վտանգ չկա, փողոցը, որտեղ որոտացել են պայթյունները, փակվել է։